Հերակլեսի քաղաքն է ու տարիներ ու դարեր անց մենք այս Հերակլեսի քաղաքով քայլում ենք իրանց գեղեցիկ փողոցներով ման գալիս իրանց թողած տները մտնում տուկ հալա ձեր տուն գալ մարդ չկա իրանց բաղնիքները մտանք, ցավոք սրտի ջուր չկար, որ լողանայինք ոչ ժամանակում էինք մենք այսօր շատ մի հատ հետաքրքիր օր ենք հուսանք ունենալու Պոմպեյ ենք գնալու բայց մենք հիմա իջել ենք Նեապոլ Նեապոլս ասում, չգիտեմ ինչի, բայց ես գիտեմ, որ հայերեն Նեապոլ է, դա։ Կճշտեմ մի հատ իրականում հայերեն ոնց է հնչում, Նեապոլ կարծեմ։ Անգլերեն Նեապոլս են ասում բոլորը։ Մենք այսօր եկել ենք Նեապոլ, դեռ չենք իջել նավից։ Դա 20 րոպե հետո կհայտարարի։ Օգոստոսի 24-ն է այսօր, Իրագի է։ 20 րոպե հետո կհայտարարի եւ մենք նավից կիջնենք։ Այսօր էքսկուրսիա ունենք, այնել ինչ էքսկուրսիա։ Ամբողջ 9-10 ժամանոց էքսկուրսիա եւ ես չգիտեմ նավին կհանձնեմ թե չէ, մի քիչ վախեր կան, որովհետեւ նավից չեմ վերցրել էքսկուրսիան, դա նշանակում է, որ եթե մենք հանկարծ աստվածչանի ուշանանք, նավը մեզ չի սպասելու, բայց էքսկուրսիան 3 լավ տեղեր են։ Պոմպեյի քաղաքն է, Վիզուվսարն ենք բարձրանալու եւ Հերակլեսի քաղաքը։ Ասում են, որ Հերակլեսի քաղաքը ավելի լավ է պահպանված իրականում, քան Պոմպեյը, բայց Պոմպեյը շատ ավելի famous, ավելի հայտնի, անպայման Պոմպեյը մտնելու ենք իհարկե։ Տեսնենք։ Չենց դուրս եկանք, մտանք այս իրանց տերմինալը, ու սենց դուրս ենք գալիս միանգամից քաղաք։ Նեապոլում ենք մենք այսօր։ Մեզ օրենքով պետքա դիմավորեն ստեղ, տաքսիների տեղը ասեց, որտից դուրս գալուց, հիմա տեսնենք մեզ կդիմավորեն, թե չէ։ Հռոմի պապը հենց դուրս եկանք, միանգամից մեզ դիմավորեց, ձեռով անում մեզ։ Հիմա գնում ենք Պոմպեյ։ Ու հենց դուրս ես գալիս, միանգամից դիմացդ քաղաքը դուրս է գալիս իր գեղեցկությամբ։ Մի հատ սենց վրանք է սպորտում։ Մեր ուղղությունն է, մենք 7:30 ինչպես միշտ բան ենք, առաջինն ենք լինում, երբեք չենք ուշանում։ Հիմա ժամանակ ունենք, մի քիչ ես մասը ման գանք։ Նապոլի։ Սելբերտնա։ Okay, so first things first, we're going to another pickup point to pick up 3 more people. So it's a small group today. So some of you, just to calm you down, were asking about tickets and stuff like that. As you know, մտնում ենք տիկետների համար։ Առավոտյան վաղեր, տոմսը մենք նորմալ տոմսարկղերում գնեցինք, հերթեր չկար առայժմս, հետո չգիտեմ ինչ կլինի։ Հերկուլեյնիում քաղաքը հայտնի է նրանով, որ նա ավելի լավ պահպանված քաղաք է, քան Պոմպեյը, չնայած նա հրաբխին ամենամոտն է։ Հերկուլեյնիումը գտնվում է Վիզուվից ընդամենը 4.5 մղոն հեռավորության վրա։ Սակայն զարմանալիորեն հրաբխի ժայթքում այնքան ուժեղ չի ազդել նրա վրա եւ ավելին ասում են, որ քաղաքի բնակչության մեծ մասը հասցրել է դուրս գալ։ Այս երկու քաղաքներն էլ, Պոմպեյը եւ Հերկուլեյնիումը, մնացել են լավայի հսկայական շերտի տակ եւ միայն 100-ամյակներ տևող պեղումների արդյունքում հնարավոր եղավ այս քաղաքները մոխիրի շերտի տակից հանել։ Ավելի ճիշտ ավերակները, որ մնացել են այդ քաղաքից։ Այս քաղաքի մասին հետո ես մանրամասն կդնեմ, կգրեմ,
Ուղղակի առայժմս որակ նկարենք, տեսնենք հնարավոր է իջնել ներքև։ Լրիվ հետազոտված չի այս քաղաքը։ Կեսը բանի մեջ է, այդ կույտի մեջ է մնացել, հələ չեն վերականգնել, ամեն բան չի վերականգնված։ Նույնիսկ այստեղից նայելով կարելի է տեսնել, որ քաղաքի մեծ մասը ընկած է նոր կառուցված շենքերի տակ։ Այդտեղ եկել են հանգստանալու։ Անունը Հերակուլիանիում։ Ասում են, որ քաղաքում ապրել է մոտավորապես 4000 մարդ եւ մինչեւ օրս պեղվել է միայն քաղաքի 20%-ը։ 2000 տարի առաջ այստեղ ծով է եղել եւ այս դիմացի մասը, որ դուք տեսնում եք, եղել են նավակների պահեստներ։ Այս նավակների պահեստներում մոտավորապես 300 կմախքներ են գտել ու ենթադրում են, որ ժայթքումից հետո մարդիկ նավակներով որոշել են փախնել, բայց փաստորեն ինչ-ինչ պատճառներով, գուցե այդ գազի գոլորշու պատճառով չեն կարողացել դուրս գալ ծով։ Հա, պետք է մտնենք, կարծեմ հնարավորություն կա այդ մեջերն է մտնելու նայելու։ Խմբի շատ հետ չմնանք, էլի։ Վերջին հաշվով բոլորով եկել ենք, բոլորով պիտի գնանք։ Յուրաքանչյուր տուն ունի իր անունը։ Տների անունները սովորաբար դրել են պատահական ընտրված, ինչ որ իրեն գտել, իրի անունով են դրել, ինչ որ հետաքրքիր մի արձանագրություն են տեսել, այդ արձանագրության անունով են դրել։ Տարբեր անուններ ունեն այստեղի տները եւ համարներ ունեն։ Մենք հիմա գնում ենք Արգոսի տունը, 40 համարի տունն է, այստեղ միտեղ ես նայեցի, որ այդ համարը վիդեոյի մեջ կար։ Դա Հերկուլիանիում քաղաքում ամենահարուստ կալվածքով տներից մեկն է։ Անունը ստացել է Արգոսի եւ Իոյայի առասպելը ներկայացնող որմնանկարից, բայց ցավոք սրտի այդ որմնանկարը հիմա կորած է։ Հիմա տներն ենք մտնում հիմնականում, sense տուն նկարում ենք։ Որտեղ որ պահպանված է, այդտեղ նկարում ենք։ Այստեղ են ինչ-որ բաներ կա, տեսեք, այս կիսատ ամնած է, ինչքան հնարավոր է մաքրել են։ Երևի ինչ-որ արձան ա եղել կամ սյուն ա եղել այդտեղ։ Օ, նա է պարտեզ են ունեցել այստեղ։ Այնտեղ մտնենք տես։ Այստեղ պատերը նայի իրանց։ Հետաքրքիր է։ Սենյակը, ինչա։ Սյուները նայի։ Անկած ոտքերի տակ նայում, այդտեղ խորտովարտություններ են։ Ամիր գույնը տեսնում ես այդ հատուկ ներկանյութը։ Այդտեղ սենյակ ա եղել։ Սենյակի գույնը տեսնում եք ինչ հետաքրքիր այս պատերի գույնը։ Այստեղ էլ պարտեզ ա եղել։ Այստեղ էլ իրանց պարտեզն ա եղել։ Սենյակ ասում, սենյակ տներ են եղել, իրար կողք, մարդիկ ապրել են։ Համար ես քվողոտի անունն է։ Եթե հիմա ինտերնետ լիներ, սենց սկսկեն է իրանելու կարդալիս։ Փողոցները նայ ինչի համար են սենց արել, որ մարդիկ ջուրը սենց արանքներով հոսել է կարծեմ ես։ Մարդիկ այս դուրս եկած քարերի վրայով են քայլել։ Տներ են եղել։ Հա, իհարկե, մի հատ մտնենք դուրս գանք։ Այս տունը, որ մտանք, կոչվում է Կմախքի տուն եւ մուտքի այս հատակի խճանկարները սև սպիտակ շատ գեղեցիկ պահպանված են։ Այս տունը եւս շատ գեղեցիկ որմնանկարներ ունի,
որ ժայթքումից հետո պահպանվել է, մի քիչ փորձել են վերականգնել։ Հսկայական քաղաք ա եղել։ Ոստեղ հետաքրքիր է, դա ներկա նյութերը էլի այդ կարմիր մոտիկանանք, հա, մոտենանք։ Այստեղ եկան փորփակ են։ Երևի բաղնիկներ են եղել, զուգարան, բան, հələ նայի, դե գուրի նման բաներ կան այստեղ։ Խնձորներ եկան։ Երևի հարուստի տուն ա եղել։ Լավ էլ պարտեզ ա ունեցել երևի ժամանակին։ Նայ, խնձորներն է կախված են, խնձորները հետո են երևի։ Գնում ենք։ Գնացել։ Այստեղ շատ հետաքրքիր դեկորեյշն կա, նայեք հələ, որ պահպանվել է։ Նայի պատերի վրա։ Այս կողմն էլ կա սիրուն։ Հələ ոնց է պահպանվել։ Նայի, հələ այդ վերևի այդ նկարը նայի։ Կանամ է պահպանվել։ Դեկորատիվ։ Եկել ես մեկը նայեք։ Այստեղ նայեք։ Նեկորի սենյակա։ Որոշների պատերի վրա հստակորեն պահպանված են այդ քանդակները, նկարները, այստեղ։ Այս քանդակները ու նկարները շատ հետաքրքիր են պատերի վրայի։ Իրանք շատ բան են ասում ես քաղաքի մասին։ Խորանը։ Չգիտեմ ինչա, հետո կիմանանք։ Այս տունը Նեպտունի և Ամֆիտրիտեի տունն է Հերկուլանիումում, որը հայտնի է իր պատերի վրայի գեղեցիկ նկարներով, գունեղ նկարներով, որ պահպանվել են։ Երեք հետաքրքիր խճանկարները պահպանված են, որից մեկը է սա, որ հովիվը իր գառին տանում է զոհաբերության։ Մյուս խճանկարը պատկերում է Դիոնիսոսին իր հովազի հետ։ Այս սենյակի անունը նաև կմախքի սենյակ է, անունը այդպես են դրել, որովհետև այս սենյակում հայտնաբերել են մի կմախք, իրականում այս քաղաքում այս մասերում մանավանդ, այս տների մասերում քիչ թվող կմախքներ են հայտնաբերվել։ Հիմնականում կմախքները հայտնաբերվել են նավակային տնակներում, երբ որ մարդիկ փորձել են փախչել, իրենց հետ վերցնելով թանկարժեք իրերը, գնացել են նավակների սենյակը, որ նավերով ծով բարձրանան, բայց չեն կարողացել եւ ընդեղ են մահացել։ Այդ մասում շատ կմախքներ հայտնաբերվել է, մոտ 300 կմախք է հայտնաբերվել միայն այդ մասում։ Այս ամբողջ հիմնական փողոցն է ու կողքերը այդ տներն են։ Այստեղ պարտեզով տուն է երևի եղել։ Հələ աշխատանքներ տարվում են ամենտեղ։ Արի այստեղ հաց են թխել։ Իմ հիշելով, այստեղ կարող է եւ թոնիրի նման բան ա եղել։ Գուցե հաց են թխել այստեղ։ Հələ արի, սա շատ հետաքրքիր է։ Այստեղ նկարի։ Ես լավ չեմ հիշում, իհարկե հիմա, բայց հետո որ տուն գնամ կասեմ։ Չկան հիշում եմ, այստեղ հաց են թխել։ Այս քաղաքների տները մեծ մասամբ խոհանոց չեն ունեցել, եւ բնակիչները նախընտրել են ճաշել եւ ընթրել հատուկ հանրային տեղերում, բուֆետներում, այսպես ասած։ Տեղել էլի սենյակը, այս մասում ինչ կա։ Նայեմ, այս մասում ոնց որ աշխատանք ա գնում, նայեք։ Պեղումներ են անում դեռևս։ Okay. Ինչ կան հիշում եմ,
Այս քարերը իմաստը նայ, որ այս արանքներից այս քարերի ջուրն է գնաց է, իսկ մարդիկ այս քարերի վրայով համեմատաբար ավելի մաքուր են քայլել։ Դեռ տեսնեմ ինչ կա վազելով գնեմ մատնամ։ Ինչ կա։ Բայց չկա սա, հետազոտական աշխատանքները շարունակվում են ստեղ ակտիվորեն։ Տարբեր փողոցներ են։ Հարտեզը կա կարծեմ ինտերնետում ես ամեն տեղի։ Տեղ մի հատ հետաքրքիր բան տեսա, չեմ ուզում բաց թողնեմ, որտեվ հետո կարող է չգտնեմ, սա վրա կարելի է չէ կանգնել, հա, օքեյ։ Նայ, կճուճ ա ոնց որ, տեղ անուններ ա գրած, նշաններ կան, և փողոցների իրանց անուններն ա։ Հնարավոր ա։ Հեսա մի հատ է կճուճ կտա։ Okay, դուս եկանք։ Տեղից նայենք։ Okay, դնում եմ։ Ինչ անեմ։ Այնքան բան կա նայելու, այնքան հետաքրքիր է ամենտեղ։ Այստեղ էլի մի բան տեսա, դասասյուններ են։ Օ, այստեղ հետաքրքիր է։ Ես ինչ ա Խաչաձև։ Kanda. Okay. Եթե Խաչաձև երևի արի ենթադրի ինչ ա եղել։ Մինչև չկարտաս, չհետաքրքրվես, չհետազոտես։ Ու այս հետևից։ Ուրա, երևում է։ Խաչի նման։ Խաչի նման մի հատ տենց պատվանդան կար, մի րոպեով գնա նայի, եթե եկել ես։ Ու հետ գնանք։ Կարող ես նկարես մի վարկյան, չխ-չխք։ Եթե ժամանակ ունենայինք, սենց հանգիստ, ասենք մենակ էստեղ գայինք, հերթով կհետազոտեինք։ Այստեղ հերթով գրված է։ Քաղաքի կենտրոնական լոգարաններն են եղել, որոնք եղել են կանանց և տղամարդկանց համար առանձին։ Հիմա, որ մենք տեսնում ենք, տղամարդկանց լոգարանների առջև գտնվող ինչ-որ տարածություն է, որտեղ նրանք լոգարան մտնելուց առաջ մարզվել են բակում։ Այս ամբողջ տարածությունը, որ ես նկարում եմ, սա իրենց դրսի մարզադաշտն է, այսպես ասած, որտեղ տղամարդիկ հատկապես մարզվել են և մարզվելուց հետո նոր մտել են իրենց տաք լոգարանները, սաունաները, այսպես ասած։ Այս նկարում միջանցքի կողքի աջ կողմի դուռը տանում է դեպի տաք սենյակը, որտեղ տաք լոգանքներ են ընդունել։ Հերկուլենիումը ուներ երկու տեսակի լոգարաններ՝ սառը և գոլորշու սենյակներ։ Կարող է իրանց բաղնիկն է եղել։ Երևի իրանց բաղնիկն է եղել, լողացել են ստեղ։ Ու տես շորերը դնելու, երևի տեղն է։ Հա, ստեղ շատ հետաքրքիր է։ Այս մասը կարծեմ իրոք բաղնիկ է եղել, ու ես ինչքան հիշում եմ, այստեղ իրանց շորերն են դրել։ Ստեղ երևի ջուր են խմել։ Կամ ինչ-որ ավազանի նման բան է եղել, ջուր ապազա եղել ստեղ։ Կանանց և տղամարդկանց բաժինները առանձին են, կանանց լոգարաններում հանդերձարաններ կան և վերևում հագուստի դարակներն են, տեսակ նկարում, վիդեոյում։ Կանանց լոգարաններից մեկի հատակի խճանկարն է շատ հետաքրքիր, այն զարդարված էր փոքրիկ ֆալոսներով, ֆալոսները տղամարդու օրգանն են, որ շատ հաճախ
կային քանդակի տեսքով, նկարի տեսքով եւ Պոմպեյում եւ Հերակլեսի քաղաքում, դրանք էրոտիկ նպատակ չունեին, այլ պարզապես հաջողություն բերելու համար էին նկարում։ Այնպես ինչպես մեր մոտ ձիունալերն էին ընդունված դնել պատերի դրան պատերի դիմաց, այդպես էլ ֆալոսները, տղամարդու անդամի նկարները պատկերում էին քանդակի տեսքով, նկարի տեսքով Պոմպեյի եւ Հերակլեսի քաղաքի դրան պատերին, իրենց շենքերի, խանութների պատերին։ Էս էլ այդ ագրիկիր։ Էս էլ բաղնիկի մյուս հատվածն է։ Խճանկարը հատակի։ Չոր բաներ այստեղ էլի պատերի վրա եղել։ Որ պահպանվել է։ Այպես բան արվում։ Այո, ճիշտ էլ գուշակել ենք մենք։ Ուր է գրվածը, հəl։ Հա, ես ճիշտ էլ հիշում էի։ Okay, գնացինք։ Չրաշք տեղ, հա։ Ես որ հարցրեցի, ասի 2 ժամ հերիկա, ասեց հա, բայց ինքը չգիտի իմ նկարները, իմ վիդեոները, իմ հնարավորությունը չգիտի։ Ինձ երևի մի օրն էլ ստեղ հերիք չեր լինի։ Բայց էլի բան է, ինչ էլ տեսնենք։ Գրված է փող։ A3. Okay, տեսնենք ինչ A3։ Տես էս է։ Արևը ընկել է անդուր, բայց ոչ։ Այս մասը բանակ նկարեմ, տեսնենք քանդակներ կան պատերին, դրանք են ինձ հետաքրքիր, ավելի ճիշտ խճա նկարներ, ոչ թե քանդակներ։ Քանդակներ էլ կային երևի մնացած։ Այս գույնն է հետաքրքիր, նայ։ Կպի պատմությանը, հպվի պատմությանը։ Այս տունը կոչվում է 2 ատրիումների տուն, որը ամենալավ պահպանված տներից մեկն է համարվում։ Տունը իր անվանումը ստացել է 2 ատրիումների տուն։ Ատրիում նշանակում է նախասրահ, որովհետև 2 հատ նախասրահ է ունեցել, դրա համար էլ այդպես անվանել են այս տունը ի սկզբում։ Մուտքի դռան մոտ կա փոքրիկ կավե դիմակ, ասում են, որ Մեդուզայի դիմակն է, հնարավոր է, որը չարը վանելու համար է։ Ասում ենք պատմությանը ձեռքով։ Այս ինչ կարող է լինի, օրինակ, սյուն ա եղել վրեն, կամ ինչ-որ մի բան են դրել, չէ՞։ Արի իմացի։ Որ կարդան կարող է ինչ-որ հետազոտություններ արած ունեն, իմանան։ Մի խոսքով սենց բոլոր տեղերը, այս նույն կարգի սենց սենյակ, ահա, այս է հետաքրքիր, տես, որ մնացել է։ Հետաքրքիր է, չէ, որ հրաբխի միջից այդ ամեն ինչից հետո որոշ տեղեր սենց պահպանված են։ Մնալու ենք այս քաղաքում։ Այստեղ տուն կա մնացած։ Պարտեզ կա, հնուց։ Ոստեղ պատկերացնում ես ինչ հետակ, վաու, նայի։ Նայ, մարդիկ սենց ապրել են, այս սյուները, ինքիչ նենց նկարեմ, որ արևը շատ վատ չնմի, արևը մնում, այս նայեք, շատ սիրուն է, պարտեզ է, եսի հարոստի տունն է եղե հաստատ, որովհետև սենց սիրուն տեղ է ունեցե, պարտեզ, մստայեմ եսի հարոստի տունն է եղե, դվնես տպավորություն է, տպավորիչ է, էլի, այս սյուները, այս իչտեղի, երևի ծառեր են ունեցել, պատկերացնում եմ, ինչ լավ են ապրես տեղ, ամբողջական պահպանվել, ամբողջական, ասում են, որ Պոմպեյը այսպես պահպանված տեղ էր քիչ ու, բայց տեղ ամբողջական պահպանվել է, հլը պատերի վրա, okay, պահպանված ես էլ տակրկիր, այս է մուխից հատված մնացել, գալիս եմ,
Այստեղ նկարեցինք երևի մուտքը։ Այն կապույտն էլ է հետաքրքիր գույնն, այ կապույտի այդ վարդագույնի խաղը նայի, պատերի գույների։ Հետաքրքիր է, այն դուր եկավ այդ երկու գույների։ Արինակ տեղ եկանք։ Այստեղ գրված է հելը նայի։ Ուր ենք եկե հասե։ Հետաքրքիր տեղ ենք հասել։ Կարանք դուրս գան, կարող է մնանք ստեղ լաբիրինթների մեջ։ Օ, նա այստեղ փողոց ա եղել։ Այս անկյունով երևի ջուրն ա հոսե, նայի։ Երևի, չէ։ Այս փոսիկով երևի ջուրն ա հոսե, ոնց որ իրանց ջրատարն է եղել փողոցը։ Այստեղ առանձին նայի գրված է խանութները։ Bottego es Կոկոմաս, ես ինչ նշանակում աստված գին։ Նայ Casa de Salone։ Այստեղ բաներ են, արձանիկներ են, որ մնացել են։ Հետաքրքիր է։ Սրանք հավանաբար եղել են խանութներ, որտեղ վաճառել են սնունդ եւ խմիչք։ Այս կայական մի հատ փողոց է, այն կողմում հետազոտական աշխատանքները դեռ շարունակվում են, այս կողմում էլ այսենց հետաքրքիր։ Տեսեք, փողոց, մեկը ամենուրեք իրանց տներն են։ Այստեղ երևի ջուր ա լցվել։ Չանեմ շուտամ, չեմ կարող բարձրացնել։ Բայց այդ տեսան այդ աղբյուրը։ Ոնց կարելի է այստեղ չնայել։ Քանի գնաց ավելի հետաքրքիր դարձավ, ես մեղավոր եմ։ Քանիսն է ժամը, մի հատ ժամը նայի։ Ուղիղ ուրեմն գնում ենք։ Կարող ես գտնես տեղը, բայց գլխավոր փողոցը, որ գնանք։ Արդեն պանիկի մեջ ենք, որ կարողա կորենք, դրա համար էլ շատ ինչ կան նկարեցինք, ինչ կան հերիքա, հրաշալի մի հատ պատմության հետ հաղորդակցվելու պահեր, ես երազում էի, որ գայ այստեղ Պոմպեյ, Վիզուվի երազանքներից մեկն էլ կատարվեց։ Տների համարներն են, գրված են, փոքր տներ են։ Լինք են ապրել, ստրուկներն են ապրել, մարդիկ են ապրել, հանգստացողներ են եկել այս քաղաքը։ Բայց մի հատ սլակ ցույց տային, թե որտեղ ենք, ոնց գնանք։ Հետ։ Չտրիդի տարբերակով աստեղ արված։ Yeah, toilet or make bread? Yeah, an oven. Oven, yeah. Yes. Right, yeah. Սպարասներն են գինի են կարող ապահեք։ Yeah, that's That's the bakery. bakery. Yeah. Դրսում մի քանի այսպիսի հետաքրքիր աղբյուրներ կային, սա Նեպտունի աղբյուր է կոչվում եւ կա կարծեմ Վեներայի աղբյուր, հանրային աղբյուրներ են, որտեղից մարդիկ ջուր են խմել հավանաբար։ Այս էլ մեկ ուրիշ աղբյուր է ու ընդհանրապես փողոցների խաչմերուկներում մի քանի տեղ այս աղբյուրներից կային։ Բայց էսի աղբյուր է եղել ու ստեղից երևի բերանից ջուր ա հոսել։ Բազելու ենք, հասնենք, որտեղ խումբ ունենք, մենակ մենք
Եթե շատ բաներ բաց թողած ունեմ։ Իհարկե ափսոսալու եմ, բայց ես գիտեմ, որ ես ամեն ինչ չեմ կարող անել։ Ինչ կարողացա, այնքան արեցի, նկարեցի։ Կարողանանք ելնենք, բայց ես չգիտեմ, կարող ենք ելնել թե նայք հլե ինչ դիքով եմ իջնում, բռնվում եմ ստիպված, շուտ քանդակներ կան պա։ Սրանք էլ բավականին հայտնի արձաններն են Հերակլեսի քաղաքում, Մարկոս Նոնիոս Բալբուսի արձանն է, որը եղել է կարծեմ սենատոր է եղել, ճանաչված դեմք է եղել, որովհետև աննկարագրել սիրուն էր հեռվից, այս կարմիրները ինձ կանչում էին, ասեցին արի նկարի, մի բաց թող ստեղ, շատ սիրուն տեղ է, բայց չթողնես նկարի, Okay, հեսա, տեսակ, ես հրաշքն էլ տեսակ դուք, կարմիրը, ձետակ կիրվալներ կային կախված։ Տելեփոսի տունը հենց գտնվում է Նոր քաղաքի շենքերի տակ, փեշերին, և դրա պատճառով է, որ Հերակլեսի քաղաքը լրիվ չի ուսումնասիրված, որովհետև շատ մասը մնացել է նոր կառուցված շենքերի տակ։ Շատ շենքեր զարդարված են որմնանկարներով և բարձրաքանդակներով։ Այս պատի վրայի քանդակը շատ հետաքրքիր է, նա նվիրված է Հերկուլեսի որդու Տելեփոսի առասպելին, թե ինչպես է Աքիլեսը բուժում Տելեփոսին։ Առասպելը պատմում է, որ մարտի ժամանակ Աքիլեսը վիրավորել է Տելեփոսին, քանի որ վերքը չէր լավանում, Տելեփոսը դիմում է Դելֆիին խորհուրդ հարցնելու նրանից, Դելֆին այդ քանդակի ձախ հատվածում է, իսկ աջ հատվածում ցուցադրվում է, թե ինչպես է Աքիլեսը իր նիզակը քերում և լցնում Տելեփոսի վերքի վրա, ժանգը, այսպես ասած, նիզակի վրայի ժանգը քերում է, լցնում է վերքի վրա, որ իբր բուժվի, որովհետև Դելֆին այդպեսի խորհուրդ էր տվել, այսինքն նա, որ քեզ վիրավորել է, կամ ինչով որ դու վիրավորվել ես, ինչ գործիքով, դրանով էլ դու պիտի բուժվես։ Իսկ քանի որ Աքիլեսը իր նիզակով էր վիրավորել Տելեփոսին, Աքիլեսը իր ժանգոտ նիզակը քերում է վերքի վրա, որ Տելեփոսին բուժի։ Ասում են, որ բուժվել է, չգիտեմ։ Վատը այնա, որ սայնես չկա, ասենք, դուրս գալու, էքզիտ, հիմա օրինակ սխալ դուրս եկանք, զգացինք հետ եկանք, այդ սալը հատակը, բայց իրանք էլ են դուրս գնում, կարող է իրանք նորեն եք, հա, Հերակլեսի քաղաքով ով կպատկերացներ, որ ես պետք է իսկան տարիներ անցնի ու ես Հերակլեսի քաղաքով քայլեի։ Պատկերացնում էր տենց մի բան։ Տարիներ ու դարեր անց Հերակլեսի քաղաքով մենք քայլում ենք։ Նորովակի հիմա հետ ենք գնում։ Ճիշտ ենք գնում, չէ՞։ Շուտ բի, բայց արագացրեցիր, լավ բաները թողեցինք։ 20 րոպե էլ ժամանակ ունենք։ Ասում եք, այս կան, այս կա անդոնդային բան, այս ոնց են էսի, հետազոտ է, այս ոնց են այս քաղաքը հայտնաբեր է, ընդհանրապես պետք է կարդալ։ Քաղաքը ամբողջ ներքև է մնաց, տուն փորձեցինք մտնել, ինչքան կարողացանք, ինչքան ժամանակը հերիքեց։ Մարդիկ շատացան, մենք առավոտ շուտ եկանք, դեռ շատ մարդիկ կար, հիմա մարդիկ շատացան տուրիստները։ Իսկ հիմա մենք շարունակելու ենք մեր ճանապարհը, գնալու ենք Վիզով Սարը, բարձրանանք Վիզով Սարի խառնարանի մոտ ենք բարձրանալու։ Վիզովի Սարն արևը։ Հեռվով տեսնում ենք։ Մենք բարձրանալու ենք վրա։
Ես տեղ մի քանի հատ նկարներ դնեմ, թե ինտերնետից վերցրած, թե իմ սեփական նկարներից, որ ընդհանուր պատկերացում կազմեք նկարների տեսքով այս քաղաքի մասին, քաղաքի ավերակների մասին, հետաքրքիր ճանապարհորդություն էր, ես մեծ բավականություն ստացա, յուրաքանչյուր տան մասին կարելի է անվերջ կարդալ, եթե հետաքրքրում եք կարող եք կարդալ, բայց մի տեսաֆիլմի մեջ բնականաբար ես չէի կարողանա ամեն ինչ ներառել։ Հերկուլանիում քաղաքը մինչև 30 մետր խորությամբ ծածկված է եղել լավայի շերտի տակ, եւ դարերի ընթացքում մտածել են, որ այս քաղաքը ընդհանրապես ջնջված է երկրի երեսի վրայից։ 1710 թվականին Նուչերինո անունով մի գյուղացի ջրհոր է փորել եւ պատահաբար հանդիպել է մարմարե բեկորների ու Հերկուլանիում քաղաքի թատրոնի ավերակների բեկորներն են եղել։ Եվ այդ ժամանակ նոր սկսել են փորել, պեղումներ կատարել եւ կամաց-կամաց այս լավայի տակից դուրս են բերել այս Հերկուլանիում քաղաքը։ Այս նկարները, որ տեսնում եք, ինտերնետից վերցրած նկարներ են, որտեղ այդ նույն տեսարանները Հերկուլանիում քաղաքի փորձել են մարդկանցով զարդարել, տեղադրել, տեսնել թե քաղաքը մի քիչ կենթանություն է ստանում, թե ինչպես է ապրել այս քաղաքը։